Բարև ձեզ շատ սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք, շնորհակալ եմ անչափ ձեր սիրուն ջերմ խոսքերի համար, որ գրել էիք, հավանել էիք շատ աստիճանները, ոնց է սարքելի մուստան, իմ վարպետը, բա այդքան լավ բան է, երբ որ վարպետը տանից է, այսքան ժամանակ տան վերանորոգում է եղել, երևի մենակ մի 3 օր, ինչ որ մեկին չէ, Աշոտի ընկերոջը բերելա, վճարելա, որ իրան օգնելա, հիմա կասեք ինչ ընկեր, որ վճարելա, այդպես ստացվեց, մնացած գործերը, են էլ ինչի համար է բերել, այնպիսի գործեր, որ ասենք մենք չէինք կարա օգնեինք, ինքն էլ մենակ չէր կարա աներ, դրա համար ասեց, հայ չի դեպ էտ ընկերը, ինչև է, լամինատը ինչքան որ ցույց տվեցի, այդքան արելա, հիմա Աշոտը գնաց պլենտուսները առնի, ես էլ գնում եմ մասաժի, մնում է 2 մասաժ, այսօր ու ուրբաթ օրը ստանամ ու վերջ, աշխատանքային շաբաթ այսօր սկսվել է, բայց իմը վաղվանից է սկսվելու, չնայած հաջորդ երկուշաբթի կաշխատեմ, քանի որ ազատ շաբաթս կլինի, հիմա արագ դուրս եկա, ասեցի արագ մի բան սարքեմ, հնդկածավար էի պատրաստել, բանջարեղեն, անպայման հետը, այդքան հասցրի, ետ դառնա, մնացածն էլ կանեմ, սաղմոն ձուկար հանել եմ, էդ եմ ուզում սարքեմ, չեմ ուզում տապակեմ, կամ ջառոց կդնեմ, կամ էլ նայեմ, ոնց կսարքեմ, էլի երևի կարող բանի մեջ տնեմ, air fryer-ի մեջ, այդպես էլ չիմացա, հայերեն ոնց ենք ասում, չգիտեմ էլ ճիշտ եմ ասում, թե չէ, ինչև է ժողովուրդ ջան, ինչ ենք անում էլ, այսօր մի քիչ ջերմաստիճանը իջավ, 17 կամ 18 աստիճանը հիմա, հետաքրքիր է 3 չէ առաջի օրը, 28 աստիճան շոկ, 3 մի քիչ ավելի ցածր էր, այսօր էլ 17-18 աստիճան, բայց այսպես լավ է իմ համար, չնայած իմ համար անձրևն էլ լավ, չեմ նեղում, սիրում եմ անձրև, հետպես ժողովուրդ ջան, ինչ էիք հարցրել, ընթացքում հիշեմ, հետը պատասխանեմ, այս դրել են դուրս, նվեր երեխաներին բանի հեծանվի ետևը, որ նստացնում են, հեծանվի ես չեմ վարում, չեմ էլ պատրաստվում, թեմույց մի քանի բան ետ պետք է ուղարկեմ, արդեն փաթեթավորել էի, մեկ ասեցի հետս վերցնեմ, ավելի շուտ դրել էի արդեն այս պայուսակից մեջ, հետո Աշոտը տեսավ ասեց, դու գնա հանգիստ մասաժի արի, իրար հետ կտանենք, տեղն էլ չգիտեմ որտեղ պետք է ետ տանեմ, փոստը չի, ուրիշ տեղ ինչ որ պետք է GPS-ով դնեի, հասցեն գնայի, ասեց արի իրար հետ կգնանք, դրա համար հանեցի պայուսակիցս, գնա մասաժի գամ, Աշոտն էլ կգա հաց կուտի ու կտանենք, ետ կտանք, առևտրել պետք է գնանք, ինչ եմ ետ ուղարկում թեմուից, կոշիկներից հիմնականում, էլ վերջ թեմուից ոչ մի կոշիկ, ոչ մի շոր, պատվիրել չկա, փողոցն անցնեմ, երեկվա վլոգի մեջ տեսակ, դարչնագույն բրինձ էի պատրաստել, ճիշտ եք, համը այդպես բան չի, ավելի շատ սպիտակ ավելի համով է, բայց թե համին որ նայենք, ես արդեն ես 2 օր անցել եմ մի քիչ խիստ սննդակարգի, աշխատում եմ մի քիչ ոնց որ դիետա չի ասի, բայց այդպես մի քիչ դիետա նման սնվեմ, մեքենաներին ճանապարհեմ ու անցնեմ փողոցը, ճանապարհ տամ, ետևիցս դասարանա գալիս նայեք, Այնքան շատ են տանում երեխաներն այսպես դուրս, պատկերացրեմ ինչքան են ուրախանում, այգի են շատ տանում, ինչև է, սպիտակ բրինձը հա ավելի համով է իմ համար, ես բրինձ շատ եմ սիրում, շատ, բայց որոշել եմ վերջ, մենակ դաշնագույն բրինձը, այդ սպիտակն էլ կօգտագործեմ, այնպես որ բան չեմ եփում, ես կատնոր չեմ եփում, տոլմայի մեջ կօգտագործվի հիմնականում, երևի մենակ էդ,
ինձ որ մնա անդադ շաբաթը մի 3 անգամ գոնե բրինցք է եփեմ, բայց մենակ ես եմ շատ սիրում։ Ինչևէ, բրինձն էլ է շատ կալորիա պարունակում, կարտոֆիլն էլ է շատ կալորիա պարունակում։ Պետք է այն սովորացնեմ նաև կարմիր կարտոֆիլի։ Այս սպիտակ կարտոֆիլը շատ է ոչ առողջարար։ Պետք է իհարկե դա լավ է, բայց չափավոր, ամեն ինչն էլ չափավոր է պետք։ Ամեն ինչը չափավոր։ Այսինքն եթե քիչ ուտենք, չենք էլ չաղանա։ Մեկը չաղանալու ուտելուց է։ Ինչքան էլ ուզում սպորտ անենք, շարժվենք, ուրեմն այնքան պետք է անենք, որ կերած կալորիաներից շատ ծախսենք։ Այդքան չենք անում։ Դրա համար մեզ թվում է այն մի հասարակ բանը, ասենք մի հատ խուրմա կերանք կամ ես շոկոլադե չեմ ուտում, ես ավելի շատ քաղցրի կարիք որ ունենում եմ, կարող է խուրմա ուտեմ, չիր ուտեմ, բայց այդ էլ պետք է սահմանափակ լինի։ Օրինակ չիրը 20 գրամ օրական, 20 գրամը կշռել եմ 5 հատ փոքր, օրինակ ծիրանաչիրը, 5 հատ փոքր ծիրանաչիրա կամ 5 հատ փոքր սալորաչիր։ Օրինակ այսօրվա նախաճաշը, իմ նախաճաշը վարսակիշիլա էր, 150 գրամ, 5 հատ ծիրանաչիր, 20 գրամ ու մի քանի հատիկ դդմի կորիզ։ Բնականաբար մի մեծ բաժակ ջուր էի խմել, նաև սուրճ, մի բաժակ սուրճ, առանց շաքար, առանց կաթ ու սուրճը կալորիան ցածր է։ Իմ խմած սուրճը 25 կալորիա է ընդամենը։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, եթե քիչ ուտենք, չենք չաղանա։ Ես մի քիչ տարբերություն զգում եմ, երբ որ լավ արդյունքի կհասնեմ, հպարտորեն ձեզ ցույց կտամ իմ արդյունքը, ձեզ էլ կոգևորեմ, մոտիվացնեմ։ Այս մի հատ արագ ցույց տամ ու անցնեմ։ Այդպես ժողովուրդ ջան, արդեն հասնում եմ իմ կինեզիստի մոտ, գնամ ստանամ մասաժը դուրս գամ։ Ետ դառնալուց, եթե գլխապտույտ բան չլինի, ուրեմն կմտնեմ մի հատ ակցիոն պետք է այդ զուգահան մաքրելի չոտքերից առնեմ։ Իսկ եթե չէ, ուրեմն մի անգամից տուն կգնամ։ Այսօր ոնց ասեցի, երկուշաբթի է, հուլիսի 2-ը իմ շատ սիրելի քույրիկի ծննդյան օրն է։ Այն որ ասենք մենակ ասեմ քույրիկ այդ քիչ է։ Վստահաբար կարամ ասեմ, որ մամայիս ինքնափոխարինում, մամա չունեմ, բայց այդ ամբողջը ես իրանից եմ ստանում։ Ուղղակի երևի բախտս բերել է, որ այդպիսի քույր ունեմ։ Հենց այսպես ուզում եմ այստեղից, այս կողմից, այսպես իլուր իմ բոլոր բաժանորդների նաև շնորհավոր եմ իմ քույրիկին, իմ թանկագին քույր, ծնունդդ շնորհավոր, շնորհակալ եմ իմ ծնողներին, որ քեզ պարգևել են ինձ որպես քույր, ուզում եմ, որ շատ երկար տարիներ վայելեմ քո ներկայությունը, ուզում եմ, որ առողջ լինես, երջանիկ լինես, ներդաշնակ ինքդ քեզ, ուրախ լինես, ես գիտեմ քո զգայուն նուրբ տեսակը, թե ինչքան զգայուն ու ուշադիր ես դու արժանի ես ամենալավին, սիրում եմ քեզ, իմ թանկագին քույր, առողջ եղի, հեռախոսով դեռ նորից կխոսենք, կարծում եմ շատերդ կունենակից նման քույր, իմ քույրիկի նման քույր ու կհասկանաք ինձ, այն որ բառերը երբեմն չեն հերիքում արտահայտելու քո զգացումները, քո հարազատ սիրելի քույրիկի նկատմամբ, թող աշխարհի բոլոր այսպիսի լավ քույրերը շատ առողջ ու երջանիկ լինեն։ Այնքան արագ քայլեցի 9 րոպե դեռ ունեմ որ կանչի։ Այստեղ պարկինգի տեղ էլ կա, բայց մասաժից հետո որ գլխապտույտ եմ ունենում, դրա համար մեքենայով գալ չարժե։ Գիտեմ, որ շատ դեպքեր կան էլի, որ հարազատների մեջ, քույրերի, եղբայրների մեջ շահն է գերակշռում, ժողովուրդ ջան, շատ երեխաների, ծնողների, եթե հարաբերությունների մեջ էլ շահը առաջնային եղավ, ավելի լավ է այդ հարաբերությունները չլինեն։
հիմա կարող է, չգիտեմ, այդպես ասում են, չէ, դարն է այդպես կամ բան, բայց չէ։ Կապ չունի դարը, մարդու տեսակից է։ Հեչ կապ չունի, այդպես որ մտածենք ուրեմն այս դարում պետք է ասենք ամեն ինչ վերացել է, բայց չէ։ Դարն էլ է շատ լավը, լավ մարդիկ միշտ եղել են ու միշտ կան, իսկ մաքուր են ամենալավ հարաբերությունները, որոնք են ծնող երեխաներ, քույր եղբայրներ, գիտեմ, որ ես բացառություն չեմ ու շատերը ինձ նման այսպես ունեն լավ քույրեր, ես ցանկանում եմ, որ բոլորիդ քույրերն էլ առողջ լինեն, երջանիկ լինեն, քանի որ իմ քույրն էր այսօր հոբելյարը, ու ես որոշեցի նաև այս ֆորմատով շնորհավորել իմ քույրիկին, իմ թանկագին քույրիկին, թող Աստված առողջություն տա երկար տարիների կյանք իմ եւ ձեր քույրերին, ժողովուրդ ջան։ Երջանիկ է այն մայրը, որ դուստր ունի, ու երջանիկ է այն աղջիկը, որ քույր ունի։ Ես այդ եզակի երջանիկներից եմ, որ երկուսն էլ ունեմ ու շատ երջանիկ եմ։ Այդպես սիրելիներս, ընդհանրապես այս հարազատների փոխհարաբերությունների մեջ շատ եմ լսում էլի, ոչ բոլորի բախտն է բերել քույրերի կամ եղբայրների հարցով, որովհետև շատերի մոտ առաջնայինը շահն է։ Շահը։ Դրա համար այսպես ես հանգիստ ասում եմ, որ իմ բախտը այդ առումով բերել է, որ մեր ծնողները մեզ այնպես են դաստիարակել, որ իրանք այդպիսին են եղել, մեզ էլ նույն ձևով են դաստիարակել, այսինքն ինչ տեսել ենք, այն էլ սովորել ենք, էլի, թե ոնց պետք է լինի իսկական հարաբերությունները, էլի, քույրերի, եղբայրների մեջ, ժողովուրդ ջան, մի հարաբերության մեջ ցանկացած քույր, եղբայր, ծնող, երեխա, ընկերուհի, չգիտեմ, հարևան մնացած բոլոր հարաբերությունների մեջ, եթե շահի մի փոքր զգացում եղավ, շահ, ուրեմն այդտեղ հարաբերություն չկա, ուղղակի պետք է վերջ դնել դրան, չշփվել ուղղակի։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա մի հատ մտնեմ արագ ակցիոն նայեմ, Զուգարանը մաքրելու ինչ խոզանակներ կամ վերցնեմ ու արագ գնամ տուն։ Ասում եմ, չէ, մասաժից հետո մի փոքր գլխապտույտ է լինում, դե որ այսպես փորի վրա եմ պարկում, դրանից է։ Այս կնոջն ասում եմ, ինչից է էլի մոտ այսպես լինում, ասում եմ, մենակ քո մոտ չի լինում, շատ կանանց մոտ է լինում, արյան շրջանառությունն է ասում, տատանվում է էլի, դիրքով որ պարկում ես։ Ես էլ գիտեի մենակ իմ մոտ է լինում։ Այստեղ կարելի է վարձակալել, երեխաների ծնունդ բան նշել։ Ասենք, որ թորնիկ ունենայի մոտես, կարայինք այստեղ վարձակալեինք ու նշեինք, չնայած մեր տունը մեծ է։ Այս հեռախոսը դնելու համար է մեքենայի մեջ, բայց ինչ ձև է դրվելու։ Սրանից մի հատ ունեմ, Թեմուից էի պատվիրել անցյալ տարի։ Այս պիկնիկի համար, այս գլխարկները լավն են, բայց ես ունեմ։ Ունեմ, պետք չի։ Այսպիսի շորտիկներ կան, սկես հագնելուց, կարելի է տակից հագնել, էլի, որ ավելորդ սալերը չերևան 2.98։ Դրացա շաբաթական բեկ ակցիայի մեջ, այսինքն շաբաթվա զեղչերն են։ Սրանք ենքան լավն են ես։ Աղի լամպերը շատ լավն են հանգստացնող։
ծաղիկի ամանները 299 սիրուն են։ Հայլու համար գրել էի կարամ երկրորդ ձեռք խանութում նայեմ, շատ շնորհակալ եմ, անպայման կնայեմ։ Այստեղ մեկ այդպես երկար հայելիներ չկան։ Այս առաջկա օրերին վերանորոգումը վերջացնելուց հետո կգնանք մի հատ նայենք։ Գործելու, ասեղնագործելու, հելունագործության համար այնքան լավ բաներ կան այս բաժնում։ Մի հատ փոքր զամբյուղիկ եմ ուզում, որ օգտագործվող տեղերը, որ ամեն օր օգտագործում ենք այդ վիտամիններ, բաները, մեջը լցնեմ ու դարակի վրա դրանով դնեմ, էլի, չգիտեմ, ես կարող եմ մեծ լինի, որ վերցնեմ։ Մի հատ երևի վերցնեմ, եթե դրա համար էլ չէ, ուրիշ բանի համար պետք կգա։ Այս ժողովուրդ ջան, ձեր խորհուրդով եմ վերցնում air fryer-ը մեջ դնելու համար, շնորհակալություն, որ ինձ ասել էի, չգիտեի, որ ակցիոնում կա 1.59 50 հատ մեջը։ Սրանք էլ նայեք ժողովուրդ ջան, աղբի դույլին կպցնելու համար, այս ամառվա սեզոնին ինձ թվում է լավ կլինի, կարելի է վերցնել, այս սրանից վերցնեմ փորձել։ Սրանք էլ անա դրա համար, բայց աղբի դույլերը փոտը անցկացնելու, թարմացնելու համար պետք ծանր են սրանք, այս սրանք մեծերի կոնտեյների համար։ Այս խոզանակները կան։ Մեկ, երկուսու քանի համար։ Այս զամբյուղներից մեր խանութում էլ կան, մի քիչ ավելի մեծ են, երկու հատ է իրար հետ, մի եվրո։ Այս գույնը սիրուն չի։ Շատ փոքր է, գույնը սիրուն չի։ Տեսնես կին կա, որ ամանների կողքից անտարբեր անցնում է։ Փոքրապսն են 16 սանտիմետրանոց։ Սրանք էլ ավելի մեծ, 20 սանտիմետրանոց։ Այս մեկը 1.99, այս մեկը 1.49, սա ավելի մեծ, 2.50, այստեղ այսպիսի ափսեներ կան, այս բաժակներից մենք ունենք, սիրուն են, այս գույնից ունենք հենց։ Այս էլ քաղցրավենիք բան լցնելու համար։ Այստեղ խաղալիքները։ Տեսնենք ինչ բացիկներ կան հետ։ Ինձ մի հատ բացիկ է պետք, բայց այդպես սիրուն բան չկա, որ դուրս գա։
Մի հատ էսպիսի տոկակ վերցնեմ։ Էսպիսի խոզանակներ կան, ինձ էլ պետք են։ Մի հատ էլ սրանից վերցնեմ։ Սրանք սիրուն չեն գույները։ Այստեղ կա ավելի մեծ, այս տեսակ, այս էլ պետք չի։ Այս ձևի հասարակ բաներ է ինձ պետք։ Առանց ընկույզ եմ ուզում, բայց չկա։ Նուշ կարելի է վերցնել երկու հատ։ Սովորական ընկույզ չկա, խառնուրդներն են։ Եղանակն էլ սպասում էր տուն հասնեմ, նոր անձրև կա, տեսնում եք ինչ լավ շնորհքով եղանակա։ Անձրև անցել չի վերցրել հետս, այնպես որ ժամանակին տուն հասա։ Անձրևի տակ մնալ սիրում եմ, բայց թե հիվանդանալու ժամանակ չկա։ Խոշոր կաթիլներով ա տվել այն ժամը 12-ից, մի ժամ երևի կես ժամ, բայց ինձ թվում է մի փոքր կգա կգտրվի հա։ Լամինատները խոհանոցում ենք դրել, տեղ չկա ուրիշ։ Ուրեմն այս զամբյուղը է, ժողովուրդ ջան, ինչի համար եմ գնել։ Ամենտեղ իմ այս գործիքներն են հեռախոսների։ Այսպես իմ ամենօրյա օգտագործող վիտամիններ, դեղեր կդնեմ սրա մեջ։ Այ կալցիումն էլ ա վերջացել, մի անգամից մի հատ բացեմ հանեմ, տուփը կհանեմ, դեղերի տուփի մեջ կդնեմ։ Այստեղ մի փոքր գնումներ սուպերմարկետից սոյայի կաթ ենք վերցրել առանց շաքարի։ Սոյան ժողովուրդ ջան, շատ օգտակար է այս մեր տարիքում արդեն, երբ որ մենոպաուզայի փուլ է կանանց շրջանում, այսինքն հորմոնների դիսբալանսը խախտվում է, սոյան շատ կարևոր է։ Իհարկե, չեմ ասում, որ անընդհատ պետք է օգտագործել, պետք է չափավոր օգտագործել ամեն ինչն էլ։ Ես որոշել եմ կենթանական կաթ չօգտագործեմ, պետք է օգտագործեմ մենակ բուսական կաթ, որովհետև սրանք պարունակում են ֆիտոէստրոգեններ, ինչը որ պակասում է արդեն մեր օրգանիզմում էստրոգենները, ու դրա համար էլ այսքան շատ գանգատներ ենք ունենում։ Դրա համար որոշել եմ մեկ-մեկ սոյա պետք է օգտագործեմ, իսկ կաթը հենց սոյայի կաթ պետք է օգտագործեմ, բնականաբար առանց շաքարի, այնպես որ չափավոր, ոչ մի վնաս էլ չի, կարելի է օգտագործել, սիրելիներս։ Ու ես ձեզ մի օր կնշեմ, որ իմ տարիքի, իմ բաժանորդները իմանան, թե որ սնունդն է մեզ պետք մեր հորմոնալ այս բալանսը կարգավորելու համար։ Քսենիայի համար այս տեսակի կերերից, տեսնենք կուտի թե չէ, առաջին անգամ սրանից փորձելու բիո, հավի միս, այս մեկը վիտամին D3-ով, տեսնենք կուտի թե չի ուտի, ու կաթիկ իր համար օմեգա 3-ով, հուսանք որ կխմի, դուրը կգա։ Այստեղ էլ առանց դեկավ սուրճա, առանց կոֆեինի, այն որ մեկ-մեկ իրիկունները ուզում ես սուրճ խմես, բայց դե ուշաժամը չի կարելի խմել, որ քնի ռեժիմը չխախտվի, այդ ժամանակ կարելի է օգտագործել դեկավ սուրճ։ Ես էլ դրա համար։ Այստեղ նաև այս ընթացքում մի պատվերս եմ ստացել, ենթադրում եմ, որ Շեյնից է, չգիտեմ, ես էլ ուրեմն մեյլեր եմ ստանում այս բանով, GLS, մտածում եմ, ինչ է, այս որտեղից են ուղարկում, մտածում երևի ինչ-որ սպամ է, ինչ է, բայց փաստորեն ստացվում է, այս մարդիկ ինձ գրում էին, որ իմ ծանր պակետն են պատվերն են ուղարկում, ես էլ բանի տեղ չէի դնում։ Հեսա բացեմ, նայենք ինչ է ժողովուրդ ջան։ Պատկերացրեք, չեմ էլ հիշում, թե ինչ է մեջը, երևի Շեյնի պատվերը պետք է լինի, որովհետև Թեմոյինը դե արդեն պարզ է։ Հա, Շեյնն է, ուրեմն զգեստներն են։ Բացենք նայենք ինչ է, հետո կփորձեմ։ Բացենք տեսնենք
ինչն է ժողովուրդ ջան, երկու շաբաթ ավել եղավ, որ պատվիրել եմ, չեմ էլ հիշում, թե ինչ զգեստներ էին, թե չէ։ Հա, այս ոնց որ կիսած շրջած զգեստ է, ատլասից, սև գույնը, ունեի բաց գույնը, ինձ սևն էր պետք, կփորձեմ նայեմ հագս լինում է թե չէ։ Կարելի է համ այնպես ամենօրյա հագնել, համ էլ տոնական, որպես այդպես միջոցառումների բաների ժամանակ։ Այս մեկը, այս սպիտակը ինչ է ժողովուրդ ջան։ Հա, զգեստ է, ինչ էր, սպիտակը զգեստ։ Տեսնենք, այս մի հատ այսպիսի ամառային զգեստ է, պետք է փորձել նայել ինչ է, թևերը այսպես, սիրուն, շատ լավ կտոր է, այսպես թեթև լավ կտոր է, այս կփորձեմ, ժողովուրդ ջան, բայց շեյնից երկու հատ պատվել ունեմ, այս մեկը հա, սև վերնաշապիկն է, էլի ատլասից։ Հագնեմ, տեսնեմ ոնց է լինում։ Սրանք ավելի որակով են, քան Թեմուի ապրանքները։ Քանի շորեր եմ ցույց տալիս, ցույց տամ նաև մեր խանութից գնված վերնաշապիկը։ Այս ջինսի հետ հագնելու համար եմ գնել։ Իհարկե մենակ ջինսի չէ, բայց ջինսի հետ, նաև սև շալվարների հետ։ Փորձել եմ, շատ լավ չափսը եղավ։ Իմ իդեպ small-ն եմ վերցրել, ես L հագնող եմ, բայց small-ն եմ վերցրել, սրանք oversize են։ Սպիտակ վերնաշապիկ մի հատ վերցրել եմ այս սիրուն կապույտ բլուզը, սենյակի լուսավորությունը չգիտեմ ինչքանով է լավ ցույց տալիս։ Սա եմ վերցրել, ես էլ չափը լավ եղավ, էլի small-ը, ժողովուրդ ջան, էլի small-ն է։ Արժեքը ընդամենը 10 եվրո։ Նայեք։ Ասում ենք էլի ավելի լավ է մեր խանութի հագուստները առնենք էժան, համ տեսնում ենք ինչա, համ էլ կարանք պետք գալուց ավելի հեշտությամբ կարամ հետ տանեմ, քան Թեմուից։ Ու մի հատ էլ այս կանաչ վերնաշապիկը շատ էր դուրս գալիս, խանութում կախված հա տեսնում էի, մանեկենի հագը տեսնում էի, մտածում էի մի հատ արժի առնել ու վերջապես առա։ Թևերը այսպես։ Հետաքրքիր է, որ նախկինում կանաչ գույն ընդհանրապես չէի հագնի, հիմա արդեն այնքան նոր գույներ եմ մտցրել իմ զգեստապահարան։ Ու այս սիրուն վերնաշապիկը, այս փոքրն եմ վերցրել, M-ն եմ վերցրել, իսկ այս երկուսը S-ը, սրանք oversize էին։ Այսքան բան ժողովուրդ ջան։